Վարդենիկը Հայաստանի ամենախոշոր, հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող գյուղական համայնքներից է։ Սևանա լճի հարավային ափամերձ շրջանում է, Գեղարքունիքի մարզում։ Մոտ 10,000 բնակչություն ունեցող գյուղում մի քանի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի դպրոց է գործում։ Գյուղը հարուստ է նաև սրբատեղիներով, որոնք կառուցել են տեղացիների նախնիները, Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Մուշի գավառներից տեղահանված հայերը։ Գործող եկեղեցի ունենք Հրեշտակապետած Սուրբ Աստվածածինը, որ էլի շատ հետաքրքիր կառույց է, 1413 թվականի եկեղեցու վրա 10 սյուների, որը խորհրդանշում է 10 պատվիրանները, կառուցված է Սուրբ Հրեշտակապետած եկեղեցին։ Ունենք Շեք Ավետարան մատուռը եւ ավետարանը ձեռագիր է 1507 թվականին Իզան գյուղում գրված։ Ունենք Սուրբ Դուխմանուկ մատուռը, էլի մեծ սրբավայր։ Ունենք Սուրբ Աստվածածին մատուռը, որ կոչվում է նաև Թալանոց։ Վանքը հողաշեն է, ճարտարապետական շքեղ հորինվածքով չի առանձնանում, սակայն տարածաշրջանի բնակիչների համար այն նվիրական սրբավայր է։ Կառուցվել է 11-ից 13-րդ դարերում, այս համեստ բազիլիկը հատկապես Վարդավառին, ուխտի օրը հարյուրավոր այցելուներ է ունենում։ Այն նախկինում կոչվել է Սնչից անապատ կամ Սուրբ Մինաս եկեղեցի։ Տարիների ընթացքում սրբավայրը խոնարհվել է, բայց գյուղի Հազեյան գերդաստանը հանձն է առել տարածքի մշակութային ժառանգության պահպանությունը։ Հայաստանի անկախացումից հետո վանքը հանձնվել է Մայրաթորի պատասխանատվությանը։ Այստեղ եղել է մեծ բանական համալիր։ Պահպանվել է ընդամենը համալիրի մի փոքրիկ մասնիկը, ինչու է կոչվում Իշխանավանք, այստեղ եղել է իշխանանիստ գյուղ եւ դրա վկայությունը մեր գերեզմանատունն է խաչքարերով իշխանական։ Եվ իշխանները եկել են այստեղ, միշտ պատարագ են մասնակցել վանքի կողքին, դրա համար էլ ասել են Իշխանավանք, կոնկրետ վանքը սրբի անունով չի կոչվում, սա այն մասն է, որ պահպանված է, եւ մենք վանական համալիրից ունենք նաեւ Սուրբ Ռուբսիմե խոնարհված եկեղեցին, վանքը մի 200 մետր հեռավորության վրա, որը եղել է կանանց կուսանոց։ Այստեղ եղել է տղամարդկանց վանք։ Ուխտի օրը քահանայից դասի հետ վանքեր այցելել թեմակալ առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։ Ուխտավայրում առավոտյան ժամերգություն անցկացվեց։ Ասում են, եթե Վարդենիկցին արտաբերում է Իշխանավանքը վկա, նշանակում է նրա խոսքում ստի նշույլ չկա։ Իշխանավանքը ոչ միայն ուխտավորների, այլև հոգատար ձեռքի պակաս չի ունենում։ Մենք ունենք երկու հարկ, եկեղեցի բանը, գերեզմանոցը, հա, սա է, մեկ էլ վերևինն է։ Մայրիկիս հետ մոմը վառեցինք, հայրիկիս գերեզմանոց, այն ծառները տենում եք ընդեղա։ Ուրեմն մամաս միջև ընդե բարձացավ այս քարու թուփը բռնելով ու դիմեցի ընկերոջս Ղազարյան Սամվելին, ասի Սամվել, պետք է մենք սա կարգի բերենք։ Սկսեցինք ծառապատումը, 8000 ծառ ենք տնկել, 7 կիլոմետր սարերից ջուրն ենք քաշել, հետո որոշեցինք այս աշճաները սարքել ենք, բարձանում է միջև վերև, իջնում է միջև ներքև երկու ձևով, բանը աթոռներ դրած քարից աթոռներ դրած, որ հոգնեն նստեն։ Գյուղում ինչը որ կազմակերպվում է միասնական, չի անում մի մարդը։ Նույնիսկ կարող է այդ մի մարդը ներդրում անի, բայց ընդհանրապես այդ ամբողջ գործողությանը ներկա չլինի։ Այս ավանդույթը մեր գյուղում դրվել է հենց ամենասկզբից։ Ու այսօրվա այս գործողությունը, որ կատարվել է, այս սալիկապատումը, այս կանաչապատումը, ծառատունքը, որ մենք միասին մեր ընկերներով արեցինք, սա եւս մեկ շունչ, մեկ մոտիվացիա է բերել ու կան մարդիկ արդեն եկել են մարդիկ իրենց կամքն են հայտնել, որպեսզի ամրացնենք Իշխանավանքի պատերը ռեստավրացիա անենք եւ կտուրը փոխենք։ Ու այդքան էլ որ անենք, արդեն կարելի ասել Իշխանավանքի մասով արդեն ահագին գործ արած կլնենք ու այստեղ մնում է մենակ ուխտ կատարել։ Ուխտ կատարել ու ամեն տարի ոչ միայն Վարդավառը, մենք միշտ Իշխանավանք այցելենք ու Իշխանավանքից ստանանք մեր օրհնությունը։ Վանքի պատերի շարվածքներում կան բազմաթիվ խաչքարեր, որոնք ժամանակին օգտագործվել են խոնարհվող շինության պատեր ամրացնելու համար։ Վերականգնումից հետո դրանք դուրս կբերվեն եւ կկանգնեցվեն վանքի բակում։ Սալիկապատումը մեջի եկեղեցու ամեն մի արած աշխատանքները բոլորը այդ դրա թույլատվությունը տասնյակ տարիները չէին թույլատրում, բայց բոլոր դեպքերում մենք համաձայնության գալով մեր եկեղեցու հետ, համաձայնության գալով կրթության մշակույթի սպորտի նախարարության հետ թույլատվությունը ստացանք բոլոր դեպքերում եւ
կատարեցինք այդ աշխատանքը մի 5 տարի առաջ։ Այնուհետև դրանից հետո սկսվեց մյուս աշխատանքները, հիմա արդեն գործի մեջ է պատերի ամրացումը, այսինքն սրսկումներ պետք է կատարվի, մեր Էջմիածինի կողմից թույլատվություն ունենք, մնման նախարարության հետ համաձայնեցնենք, անպայման պետք է դա համաձայնեցնենք եւ վերջնական ստեղ աշխատանքը կտուրն ենք փոխելու, նույնպես դա արդեն երրորդ էտապն է, ելի պետք է անպայման համաձայնեցնենք, բոլոր թույլատվությունները ստանանք, դա իմ գործն է, ճարտարապետը մեր Նալբանդյան Գրիգորն է, Էջմիածինի գլխավոր ճարտարապետը։ Իրականում այս մեծ սերը վանքի ու մեր ծննդավայրի հետ, սա մեր արյան մեջ է ու նաև մեր ընկերները շատ մարդիկ, որ նույնիսկ ապրում են դրսում, իրանք չեն կարողանում այս ամեն ինչով չապրել։ Ես չեմ կարող չասեմ մի քանի հոգու անուն չառանձնացնեմ, օրինակ մեր Գևորգ Վարդանյան, մեր Նադարյան Գարիկը, Վարդուհին Սևոյան, Արթուր Այվազյան, որ իշխանավանքի համար միշտ իրենց ներդրումն են արել, բայց գտնվել են դրսում։ Իրանք դրսում են արել, ռեսուրսները դրսից կարողացել են բերել եւ ներդրում կատարել իրենց սրբավայրին։ Իսկ մենք էլ մնալով այստեղ, ապրելով մեր գյուղում, մենք տեր ենք կանգնում այս ամեն ինչին։ Մենք այս ամեն ինչը ցույց ենք տալիս այնպես, որ ժողովուրդը մեր դրսում ապրող նաեւ ամենաշատը մեր դրսում ապրող հայերը հասկանան, որ այս է մեր տունը։ Վերջին մեր հանգրվանը այստեղ է։ Ինչ էլ անենք դրսում, ինչ էլ անենք, ինչ էլ աշխատենք, մեկը մեր ծննդավայրը, մեր հայրենիքը, դա Հայաստանն է։ Իշխանավանքի անվան հետ է կապվում նաև ժողովրդական մի ավանդություն, ըստ որի սրբավայրն օժտված է մաշկային խնդիրները, մասնավորապես ներբանային գործնուկները բուժելու զորությամբ։ Վանքի տարածքում Վանահայր Մխիթարի գերեզմանն էլ հենց համարվում է հրաշագործության աղբյուրը։ Ժամերգությունից հետո Անդաստանի կարգ կատարվեց, օրհնվեցին աշխարհի 4 կողմերը, գյուղն ու բնակիչները։ Հոգևորականները Տիրոջից խաղաղություն եւ բարօրություն հայցեցին համանքի համար։ Սրբազան հայրը պատգամեց նորոգվել պայծառակերպված Քրիստոսով, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն եւ հոգևոր լույս։ Իսահակ Սրբազանը հորդորեց հավատացյալներին հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով։ Մեր ժողովրդի կյանքից ներս մի շարք եկեղեցական տոներ կան, որպիսիք հավակնում են ուրեմն ազգային տոներ դառնալու։ Դրանցից մեկը ուրեմն այլակերպությունն է կամ վարդավառը, որ ըստ էության եկեղեցական տոն է, բայց այնքան սիրված է, որ ըստ էության սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն հավասարապես օժտված է կամ օժտվում է ազգային նկարագրով, լինելով ուրեմն Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Իրականում մեծ ոգևորությամբ ամբողջ վարդենիքցիները մասնակցում են այս տոնին, Տիրոջ պայծառակերպության տոնը, որ վարդենիքցիների ամենասիրված եւ ամենասիրելի տոնն է, եւ պատահական չէ, որ այսօր նույնիսկ արտերկրից նույնպես վարդենիքցիներ եկել են, ուխտավորներ եկել են իշխանանց վանքում իրենց Աստծո հետ ուխտը նորոգելու, աղոթելու եւ Աստծոց օրհնություն ստանալու։ Սրբազան հայրը օրհնության գիր հանձնեց վանքի պահպանությանն ու բարեկարգմանն աջակցած բարերարներին։ Հավատացյալների մի մասը վարդավառը շարունակեց նշել Արմաղան լեռան վրա։ Ծովի մակարդակից 2829 մետր բարձրության վրա գտնվող այս հանգած հրաբուխը եւս տեղացիների համար սիրված ուխտավայր է։ Արմաղանի Սուրբ Հարություն եկեղեցին վերահոսվել է 2009 թվականին Գարեգին II վեհափառ հայրապետի ձեռամբ, ավելի հին, ավելի հնում մատուռ է եղել, հիմիկվա եկեղեցին էլ փոքր է չափերով։ Լեռան գագաթին խառնարանային լճի հարևանությամբ գտնվող Սուրբ Հարություն մատուռն այսօր հարյուրավոր ուխտավորների էր հյուրընկալել։ Արմաղանի բարձունքում պատարակ մատուցեց Տեր-նշան Քահանա Սարգսյանը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։